Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, մեր այսօրվա հյուրն է անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ներսիսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Պարոն Ներսիսյան, կառավարությունը հաջորդ տարվա հունվարի 1-ից կկրճատի պարտադիր զինծառայության ժամկետը այն 2 տարվա փոխարեն դարձնելով 1.5 տարի։ Ի սկզբանե, ինչպես գիտենք, առաջարկվում էր, որ օրենքը կսկսի գործել 2026 թվականի հուլիսի 1-ից, այսինքն ամառային զորակոչից, սակայն որոշվել է կես տարով այդ ժամկետը մոտեցնել։ Ձեր կարծիքով սա նախընտրական քայլ է, թե ռացիոնալ որոշում, որը իր մեջ ունի կոնկրետ հիմքեր։ Եթե ռացիոնալ որոշում լիներ, ապա պետք է հիմնավորումները լիներ եւ միգուցե հնարավոր է, որ կա որոշակի հիմնավորում, բայց մենք դա չենք տեսնում։ Կան որոշակի հիմնավորումներ, որոնք որ կարելի է դնել այս որոշման հիմքում եւ գոնե մեթոդաբանական առումով ապացուցել, որ սա անհրաժեշտություն է, սակայն քանի որ դա չկա, պետք է ընդհանրել, որ սա ընդհանրապես քաղաքական PR քայլ է, առանց որևէ իրական հիմնավորման եւ անգամ նախարարի այն պնդումը, որ պաշտպան հայրենացով որպես ծածկում է այս բացը, ապա սա էլ հիմնավորում չունի, քանի որ եթե մենք անդրադառնանք պաշտպան հայրենաց ծրագրին, ապա կտեսնենք, որ չի կարող փոխարինել ժամկետային զինծառայությունը այս պահին գոնե։ Բացի դրանից ես եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ սա երկարաժամկետ չէր, ինչպես փորձում է պաշտպանության նախարարությունը, երկարաժամկետ ծրագիր չէր ներկայացնել, սա միջնաժամկետ կամ ավելի ճիշտ կարճաժամկետ որոշում էր, որը որ հենց հիմք են ընդունել նաև պաշտպան հայրենաց ծրագիրը, սակայն այստեղ անհրաժեշտ է դնել այլ համակարգ, ներդնել, որպեսզի կարողանանք մենք այսպիսի բացերը փակել այլ համակարգով, ավելի արդյունավետ համակարգով, որոնք որ հատուկ են մեր նման փոքր երկրներին, պետություններին։ Այլ համակարգը կոնկրետ որ լուծումը նկատի ունեք, օրինակ ինչ կարող են անել։ Կոնկրետ բազմիցս նշել ենք մենք, որ դա համապարփակ անվտանգության համակարգն է։ Համապարփակ անվտանգության համակարգը հատուկ է փոքր պետություններին, փոքր ռեսուրս ունեցող պետություններին եւ այդ համակարգը ներդնելու դեպքում անգամ կարելի է դարձնել ծառայության ժամկետը 9 ամիս։ Սա գիտականորեն արդեն հիմնավորված փաստարկ կլինի եւ ռազմական գիտության տեսանկյունից պետք է դուրս գալ, թե սա հիմնավորված է, թե չէ։ Ապա համապարփակի դեպքում մենք ունենք կան հաշվարկները, որ կարելի է իրոք կրճատել ծառայության ժամկետը, բայց պարտադիր ներդնել այս համակարգը։ Օրինակ համակարգը հատուկ է այնպիսի փոքր ռեսուրս համեմատաբար ունեցող երկրներին, ինչպես օրինակ Ֆինլանդիան է։ Ֆինլանդիան ունենալով փոքր բանակ 9 ամիս, 6 ամիս, 12 ամիս ծառայության ժամկետ շատ արագ 2 օրում կարող է մոբիլիզացնել 280,000 մարդ։ Բայց դա հասարակությանը ստրեսի չի ենթարկի։ Տղամարդիկ զորակոչման ենթակա այդ տարիքի տղամարդիկ մշտական այսպես լարվածության մեջ չեն լինելու, որ հեսա կարող է իրենց նորից կանչեն, գնան, հերթական անգամ զենք վերցնեն, նաև աշխատելու, եթե նրանք այլ ոլորտներում են զբաղված, նաև այդ խնդիրը կա, այսինքն ինչպես ենք մենք սա պատկերացնում։ Հենց անունը համապարփակ բառը հուշում է, որ սա կոմպլեքս գործողություններ են, այսինքն սա միայն կապված չէ զինված ուժերի բարեփոխումների հետ։ Ամբողջ պետությունը, այսինքն պետք է դերվի ռազմական ռեսուրսների։ Այո, դա ռազմական չէ, դա անվտանգության այլ փիլիսոփայության ռեսուրսեր են։ Սրանք երբեմն մտածում են, որ սա ռազմական են, բայց սա ռազմականի հետ կապ ունեն այնքան, ինչքան որ ասենք պարենային անվտանգության հետ, որովհետև մենք եթե պարենային անվտանգության կամ սոցիալական արդարության կամ էներգետիկ անվտանգության փիլիսոփայությունը չենք փոխում, մենք չենք կարող խոսել համապարփակ անվտանգության մասին։ Եվ ձեր հարցը նաև վերաբերում է աշխատանքային իրավունքի հետ մարդկանց աշխատելու հնարավորության։ Այո, համապարփակ անվտանգությունը նաև նախատեսում է այնպիսի միջոցառումներ, որը կթեթևացնի սոցիալական բեռը այդպիսի անվտանգության պայմաններում։ Շատ լավ, այս դեպքում եթե մենք չունենք այդ համապարփակ անվտանգության համակարգը եւ այս որոշումն է ընդունվում, ինչ հետևանքների սա կարող է հանգեցնել կարճաժամկետ, հատկապես կարճաժամկետ առումով,
Եթե հաշվի առնենք, որ մենք իսկապես ունենք անձնակազմի խնդիր, իսկ պաշտպան հայրենիացը եւ պայմանագրային զինծառայությունը կարծես թե դեռ չի կարող սա ամենը կոմպենսացնել։ Տեսեք, պաշտպան հայրենիացը 6 ամիս ծառայելուց հետո կոնկրետ ժամկետային զինծառայության մասին խոսենք, անձը ծառայողը հնարավորություն ունի կնքել պայմանագիր պաշտպանության նախարարության հետ համապատասխան ատեստացիա անցնելուց հետո արդեն բարձր աշխատավարձով շարունակել մի քանի տարով իր ծառայությունը։ Նախարարության եւ նախարարի խոսքերով մի քանի հազար են, բայց մենք եթե 25%-ը ապա պետք է հաշվարկենք, որ 25% կրճատում ունենք, այսինքն 1/4 այսօրվա բանակից։ Եվ պաշտպան հայրենիացը ամենայն հավանականությամբ, եթե լիներ իսկականու ծածկույթը համարժեք լիներ, գոնե տոկոսային հարաբերությամբ, ապա այդ տոկոսային հարաբերությունը մեզ կասվեր։ Պետք չէր, որ անպայման կոնկրետ թվեր ասեր, որ բանակը այսքան է, բանակի կազմը այսքան է, կկրճատվի այսքան, օրինակ բանով փող կլրացվի այսքան տոկոսը, հա։ Ընդամենը տոկոսային մեթոդաբանությամբ կարելի է ասել, բայց մենք ունենք մի քանի ռիսկեր, մենք նախ գլոբալ նախ առանձնացնենք, եթե խոսում ենք եվրոպական անվտանգության մասին, ապա եվրոպական անվտանգությունը ինքն է շարժում հենց համապարփակ անվտանգության համակարգի ներդրմամբ եւ ամբողջ եվրոպական համակարգը այսօր պատրաստվում է նոր մարտահրավերների։ Եթե մենք անգամ ընդունել ենք այն եզրույթը, որ պետք է գնանք լինենք Եվրոպայի մաս, եթե իրոք ցանկանում ենք լինել, ապա նույն տրամաբանությամբ պետք է շարժվենք։ Այսինքն մեր անվտանգության համակարգը փոխենք, վերափոխենք, փիլիսոփայությունը վերափոխենք։ Իսկ ընդամենը կրճատելով, զուտ կրճատելով եւ դա պատճառաբաներ եւ մեկնաբանելով, որ պաշտպան հայրենիացով փող կլրացվի, ապա կարծում եմ, որ սա սիստեմիկ համակարգային մոտեցում չէ, սա հեշտական PR ակցիան է եւ ընտրություններից առաջ, այո, այն ձայներ կբերի իրականում, որովհետեւ ձայների առումով այսպես չէ, սա միանշանակ շատ պոպուլյար քայլ է։ Շատ պոպուլյար քայլ, այո, այն իր հետևանքները կունենա։ Իսկ այստեղ տեսնում եք Ադրբեջանի գործոնը։ Մենք գիտենք, որ Բաքուն արդեն մի քանի տարի պահանջում է մեզանից ապառազմականացում, բանակի կրճատում, նույնիսկ ամիսներ առաջ պահանջում էին, որ մեր գնաց զենքերը, մեր արտաքին գործընկերներից պետք է վերադարձնենք, նույնիսկ այսպես աբսուրդ էր ասում։ Հիմա կարող ենք սա նաև ինչ որտեղ դիտարկել նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կոնտեքստի մեջ։ Տեսեք, դե երկու տարբեր բաներ են։ Այլ բան է, որ մենք խոսենք պահանջից Ադրբեջանի, այլ բան է, որ մենք ցույց ենք տալիս Ադրբեջանին, որ գնում ենք խաղաղության։ Ես չեմ կարծում, որ սա Բաքվի պահանջով է կատարվում, ուղղակի ինքը ոչ ռեզոնային է ու տրամաբանական չէ, նաև կարելի է նույն համեմատական բանով նայել պետական բյուջեն, չնայած որ ինքը չի բարձրացվել, բայց հնարավոր չէ 1 միլիարդ դոլարանոց պետական բյուջեն թողնել նույնը ու մտածել, որ այո, սա ինչ որ այդ դեպքում պետական բյուջեն ռեալ կկրճատվեր ու հարցերը կլուծվեր։ Շատ ամենապարզ քայլը կլիներ։ Բայց որ մենք ցույց ենք տալիս, որ գնում ենք խաղաղության, այո, սա իր հերթին նաև քայլ է, որը ցույց է տալիս հարևաններին, ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև բոլոր հարևաններին, այդ նաև թվում նաև Թուրքիային, որ մենք գնում ենք խաղաղության։ Վերջերս հայտի դարձավ, որ Ադրբեջանն է պատրաստում մինչև 2030 թվականը կրճատել իր ռազմական ծախսերը, այսօրվա դրությամբ, ավելի ճիշտ 26 թվականի բյուջեի համեմատ, մոտավորապես 500 միլիոն դոլարով նրանց ծախսերը կկրճատվեն։ Մեզանում հայկական տեղեկատվական վերլուծական դաշտում սա ինչ որտեղ հիմնականում այն իշխանամետ հատվածը մեկնաբանում է որպես կառուցողական քայլ, այսպես ճակերտավոր ասեն, կառուցողական, որը ցույց է տալիս, թե իբր Ադրբեջանը եւս գնում է խաղաղության։ Դուք այս տեսակետը կիսում եք, թե այստեղ այլ գործոններ կան։ Գիտեք, ես միշտ ասել եմ Ադրբեջանն էլ Թուրքիան էլ երբ տեսնեն, որ Հայաստանի Հանրապետությունը միայն տնտեսական զարգացվածության առումով հետակայում եւ հեռանկարային ռազմավարական եւ երկարաժամկետ պլանավորման նույնիսկ կարող է ռիսկային գործոն դառնալ այս պետությունների համար, անպայման առիթ կգտնեն, որպեսզի տնտեսական առավելությունը թեկուզ եւ որևէ ձև վերացնեն։ Դա կարող է լինել հիբրիդային պատերազմի տեսքով, որը որ այսօր իրականացվում է շատ լավ,
դա կարող է լինել տաք պատերազմի ուղիղ միջամտությամբ եւ մենք երբ որ խոսում ենք անվտանգությունից, մենք պետք է բոլոր տեսակի պատերազմներին բան լինենք, որովհետեւ խաղաղություն երբ որ չեն կրակում, սա դեռ չի նշանակում, որ մենք տաք փուլը այո չենք տեսնում, բայց չի նշանակում, որ որոշակի պատերազմական եւ ռազմական գործողությունների մեջ չենք։ Հիբրիդային պատերազմը գործելու է, լինելու է եւ աշխատելու են այդ ուղղությամբ եւ աշխատելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացու դիմադրողականությունը եւ դիմադրունակությունը գցելու վրա։ Եվ մյուս տեսակետից $500 միլիոն մենք պետք է նաեւ նայենք, թե ընդհանրապես հնայի ինչ մասն է կազմում, չէ՞ որ պետական բյուջեի ծախսերը դրանով համադրությունը շատ կարևոր է։ Այդ համադրության մեջ մենք պետք է տեսնենք եւ այդ համադրության մեջ ես չեմ տեսնում մասնավորապես որ խաղաղության են գնում, հաշվի առնելով նաեւ որ այս 48 գործանիշները որ գնեն Պակիստանից, ապա գերակայություն ուտային գերակայություն կունենան ոչ միայն մեր նկատմամբ, այլ նաեւ Իրանի նկատմամբ։ Իմիջիալոց դա խաղաղության գնացող քայլ լինի։ Շատ հետաքրքիր թեմա բարձրացրեցիք Պակիստանից կործանիչների, իսկապես ավիացիոն կոմպոնենտը Ադրբեջանի մի քանի մակարդակ դրա հետևանքով ցավոք սրտի բարձրանալու է եւ այո, կարծես թե այստեղ ոչ միայն Հայաստանի դեմ է այս ամեն ինչը, նաեւ հարևան Իրանի։ Այս պարագայում ինչ սցենարների սպասել։ Ես չի ասի որ դեմ է, ես կասեի առավելություն ստանալը կողմ է Ադրբեջանին, ուրիշ ձևի ձևակերպեի։ Եվ այս կողմ լինելը այսինքն հետագայում թույլ կտա իրականացնել որոշակի գործողություններ իր շահերից բխելով։ Այս տեսանկյունից եթե Իրանը մնա այս նույն մակարդակին, այսինքն հույսը դնի միայն ռուսական այս մի 29-ների վրա, որոնք որ ստացել են, հա, ապա մի 25-երով հաստատ չինական նոր սերնդի ավելի 48 գործանիշները նկատմամբ առավելություն չի ունենա եւ այստեղ Իրանն էլ իրականում մտածելու բան ունի։ Բայց կարծեմ Իրանը նաեւ ռուսական Su-35-ել է պատրաստվում գնել։ Su-35-երը շատ երկրներ են պատրաստվում, բայց փաստը որ մենք ունենք 4 տասնյակից մի փոքր ավելի Su-35-երի մասին արտադրական հզորությունների, եթե համեմատենք օրինակ արևմտյան նույն F-35 անալոգի հետ, ապա այնտեղ 1000-ից ավել է կառուցվել։ Այստեղ հարցը թե ռուսական այսօրվա Ռուսաստանի արտադրական հզորությունները թույլ կտան, որպեսզի մատակարարվի այն քանակի Su-35-երը, ոչ թե չէ, Su-35-երը պատերազմից հետո են քիչ արտադրվել, ես Su-57-երի հետ բանալու։ Չէ, Su-35-ի մասին է խոսքը։ Su-37-ը մի քանի տասնյակ ցույց են տվել, բայց էլի նույն քանակն է գալիս։ Su-35-երը, ապա սրանք հարց են, որովհետև Su-35-երը ավելի ծանր կործանիչներ են։ Խոսման հնարավորությունը եւ աշխատանքի հնարավորությունը այլ է, եւ վերջի Պակիստանը-հնդկական պատերազմը շատ կարճ ցույց տվեց, որ չինական հրթիռները, որոնք որ տեղադրվում են նույն արտադրության ինքնաթիռների վրա, հա, JF-ների վրա, կարող են տեղադրել, իրենց հեռահարությամբ առավելություն ունեն Su-35-երի նկատմամբ։ Հայաստանը ինչ պետք է անի այս նոր իրողությունների դիմաց, եթե Ադրբեջանը նման սրընթաց կերպով զարգացնում է ավիացիան, մենք կարծես թե այս պահին դեռ նորություն չունենք այս առումով եւ ինչ համարժեք, ինչ adekvat քայլ մենք պետք է ձեռնարկենք, որպեսզի սա ինչ որտեղ մեղմենք այս դիսբալանսը։ Միանշանակ է, որ մենք մեր ավիացիայի մասին նույնպես պետք է մտածենք։ Ես մի քանի անգամ մի քանի տարբերակներ նշել եմ, այդ թվում նաեւ վերջերս Ուկրաինայի կողմից ձեռք բերված Gripen 19-ները շվեդական։ Հա։ Կան որոշակի բարդություններ, բայց ես հուսում եմ, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պատկերացնում եւ հասկանում է ավիացիայի կարեւորությունը եւ այս առումով պետք է քայլեր ձեռնարկեն, բայց այս ամեն ինչը մարտավարական լուծում կդառնա, այսինքն պատասխան ռեակտիվ լուծում կդառնա, եթե մենք համակարգերի փիլիսոփայությունը չփոխենք։ Մենք պետք է լրիվ այլ համակարգերի անցնենք, թոթափենք այն ժառանգությունը, որը ունենք, որովհետեւ դա այլևս չի աշխատում։ Եվ այդ առումով մենք պետք է գնանք հենց նույն էլի համապարփակ անվտանգության համակարգի ներդրման, որովհետև այդ համակարգը հատուկ ստեղծված է փոքր, ավելի քիչ ռեսուրսներ ունեցող երկրների համար
եւ շատերը որ խոսում են քննադատում են համակարգը, որ ասում են մտածում եք որ համակարգը ներդնելով մենք կարող ենք հաղթանակի մասին խոսել, նայած հաղթանակը ինչ կձևակերպենք, բայց իրականում համակարգը ավելի քիչ ռեսուրսներով առավել մի քանի տասնապատիկ վնաս հասցնելու մասին է, այսինքն մինչև մեր վրա Հայաստանի դեմ ագրեսիան շատ թանկ գին պետք է արժանի ցանկացած ագրեսիան, տեղեկատվական, հիբրիդային եւ արդեն տաք ռազմականը, դրանք բոլորը համապարփակը իր մեջ ներառում է եւ դիմադրողականությունից եւ դիմադրունակությունից իզուր չէ որ խոսեցի, սրանք նույնպես փիլիսոփայական եւ հոգեբանական տարեր են, որոնք որ ներդրվում են այդ համակարգի կառուցման ժամանակ։ Տևական ժամանակ է, մոտ 2 տարի է արդեն, զինվորականների ատեստավորման գործընթաց է ներդրվել մեր զինված ուժերում, ինչքանով է այն արդյունավետ, արդարացված է արդյոք այդ համակարգը։ Ատեստացիան արդարացված չէ հետևյալ պատճառաբանությամբ, որովհետև հաշվի չի առնվում մտավոր ու մտավոր կարողությունները, մեկ-մեկի փորձառությունը, ինչու՞։ Որովհետև դու ատեստացիա ես տալիս շարայինից, ֆիզիկական պատրաստություն ու կրակային։ Ընդ որում օդաչու լինես, կապավոր լինես, հետևակ լինես, գրեթե նույն մի փոքր տարբերություն նույն առարկաներն են, նույն հարցաշարները, նույն, դա ցավալի խնդիր է իրական։ Հա, այսինքն դու ըստ էության չես ներդնում նոր գիտելիք, դու չես դնում նոր փորձառություն, եւ ասենք պատկերացրեք այն սպանը, որ ավելի շատ փորձառություն ունի, բայց շարային, որը այսօր նույնպես խորհրդային շարայինն է եւ ըստ էության անհրաժեշտ չէ այս ինտենսիվությամբ մեր բանակին եւ զորամիավորումներին, շարայինը շատ երկրներում վերացվում է կամ շատ բարձրացվում է, բայց դրանից մարտունակությունը ու կարգապահությունը չի լինում, ապա մենք կստանանք մի հատ պատկեր, որ այդ շարայինը չկատարելու պատճառով այդ փորձառու սպան, ով որ պատրաստ է նոր գիտելիքներով հանդես գա, նոր իր փորձը ներդնի, այդ ատեստացիայի հնարավորությունները չի օգտվում։ Ավելին ասեմ, այն զինծառայողը, որի կոնկրետ սպառազինության նմուշի, կոնկրետ ռազմական տեխնիկայի վրա է մասնագիտացած այդ պահին, նա կարծես թե այդ տեխնիկայից, այդ ռազմական միավորից, հա, դրա հետ կապված որևէ քննություն չի հանձնում։ Ոչ դրանից, ոչ պոտենցիալ նոր զարգացող միջոցներից, այսինքն հոբ սպան կամ հոբ պայմանագրային է, կամ սպա կլինի կամ սերժանտ կամ շարքային, պետք է լավ վազի, արագ վազի կամ 15 անգամ կարողանա ձգվել, հա, պտտաձողի վրա, նոր դեպքում գնահատական կստանա, բայց նրանից ոչ մեկ չի հարցնում իր զինտեխնիկան, իր միջոցը, նա դրա տիրապետում է թե չէ։ Սա մի քիչ աբսուրդային է իմ կարծիքով։ Օրինակ նոր կառավարման համակարգերին կամ զարգացող համակարգերին տիրապետում է, թե արժե ներդնել դրանք, արժե որպեսզի քննական առարկաներ լինեն, արժե ընդհանրապես դրա մասին ուսումնասիրությունը օրինակ ատեստացիայի առարկա լինի, որովհետև շատ երկրներում այդ անգամ ինքը ռազմական մաս, ինքը գիտություն է վերջի վերջում։ Շատ երկրներ ունեն պարբերականներ, հոդվածներ, զարգացման տեսություններ, նոր փիլիսոփայություններ, նոր աշխատություններ, սորական ասենք սպան, ընդ որում ասենք ավակ լեյտենանտ կապիտանի մակարդակով կարող են հոդվածներ գրել մապան։ Օրինակ այդպիսի բաներ եթե հաշվի առնեն ատեստացիայի մեջ, սա իրականում կլինի լրիվ նոր երևույթ մեր համար։ Բայց այսօր երևի այդ դեպքում եթե դա հաշվի առնեին, կարծում եմ ցավոք սրտի մի ստվար զանգված մեր սպաների դուրս կգային առհասարակ process-ից, որովհետև բարդ սարքեր են, բարդ համակարգեր են եւ կկարողանային նրանք յուրացնել եւ բարձր գնահատական ստանալ։ Գնահատման նոր մեթոդներ են պետք։ Նոր մեթոդներ եւ մի քիչ երևի չափանիշների չէ։ Նոր չափորոշիչներ են պետք։ Այդ դեպքում այն սպան, որը որ չի ուզում կարդա, սովորի եւ զարգանա, ավելի քիչ աշխատավարձ կստանա, ավելի ցածր պաշտոնի կգնա, իսկ այն սպան, որը հակառակը ավելի շատ է զարգանում, շատ է կարդում, ավելի շատ փորձառություն ունի, ընդ որում խոսքը նաև մարտական, իրական մարտական գործողությունների ժամանակ փորձառության մասին է։ Պարոն Ներսիսյան, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմը շատ հետաքրքիր ինովացիաներ է մեզ ցույց տալիս։
եւ հատկապես դրանց մեջ բոլոր առանձնացնում են, մենք էլ երևի բացառություն չենք լինի, առանձնացնում են դրոնների դերը, անօթաչուների դերը, ինչպեսի մեծ ֆունկցիաներ, գործառույթներ են նրանք կատարում այդ ճակատային ամբողջ գծով։ Ձեր կարծիքով մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ ժամանակակից նոր միտումներին հետևում է եւ անհրաժեշտ հետևություններ արվում են թե ոչ։ Ես այսօրվա համակարգի պայմաններում կասեմ, որ եթե այո, ապա նվազ արդյունավետությամբ առավելագույն արդյունավետությունը չի լինելու, որովհետև համակարգը չի վերափոխվում, ռեֆորմների իրականում չի ենթարկվում, նոր օրենսդրական իրական համակարգային փոփոխություններ բերող օրենսդրական նախաձեռնություններ արդեն վաղուց չունենք, այն ինչ որ ունենք դրանք կանգ են առնված եւ ես դժվարանում եմ այդ հարցին, այդ հարցը իրենց պետք է առաջերտին ուղղել, մանավանդ հաշվի առնելով օրինակ վերջերս ուկրաինացիները հակադրոնային իրենց միջոցներն են ցուցաբերել, դրանք Եվրոպայում են ցուցադրվել, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ են, երկու կողմի մոտ շատ փոխվելու, շատ արդյունավետ են ցույց են տալիս, որ այդ հոբ էշելոնացված համակարգի մեջ պարտադիր դեր ունեն նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ընդ որում դրանք էլ են էշելոնացվում։ Եվ այս առումով այսինքն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները մի քանի շերտ են։ Հա, այսինքն մենք ունենք նաև մարտավարական շերտ ունենք այսօր, որ ասենք կարող է ջոկի մոտ կամ խմբի մոտ լինել, ասենք, որը որ ասենք փոխադրվող լինի, ստացիոնար չլինի, մենք տեսնում ենք մեքենաների վրա, որոնք որ ունեն, մենք ունենք ավելի մեծ մասշտաբի, որոնք որ արդեն եւ դրանից է որ մալուխային աթեսներն են արդեն զարգանում, որովհետև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները լավ են զարգացել, դրանցով են փորձում շրջանցեն այդ պայքարի միջոցները եւ դա ստացվում է։ Այս ամեն ինչը կա, մենք պետք է խոսենք նաեւ մեր ռազմարտունաբերության համալիրի համակարգային փոփոխության մասին ուրեմն։ Այն եւս ենթակա է ամբողջական փոփոխության ու ռեֆորմների։ Ռազմարտունաբերությունը կոնկրետ ինչ ոլոր, ինչ բարեփոխումների կարիք ունի։ Իմ կարծիքով ռազմարտունաբերության առաջի բանը, որ պետք է անել, ավելի ավտոնոմ պետք է լինի ռազմարտունաբերության կոմիտեն եւ որևէ նախարարության կազմում անգամ լինելու դեպքում ավտոնոմիան այնքան մեծ լինի, որպեսզի շատ դեպքերում նախարարության աշխատակիցներից կամ նախարարի կազմված քաղաքական որոշումներից կախվածությունը առավել նվազ լինի, այսինքն ավելի շատ օրինակ կառավարության որոշումներից, բանից այսպիսի գործողություններից, որպեսզի ինքնուրույն գործելու հնարավորությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը ավելի մեծ լինի։ Բայց պարոն Ներսիսյան, չէ՞ որ ռազմարտունաբերության ձեռնարկությունները իրենց փիլիսոփայությունը կարող են ունենալ իրենց գործունեության, բայց ռազմական եւ ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունները ինչպեսին պետք է լինի բանակը, ինչ պատերազմի են նրանք պատրաստում, դա հենց ղեկավարության, քաղաքական եւ ռազմական ղեկավարության այսպես ֆունկցիաների մեջ է մտնում։ Այս դեպքում ինչպես պետք է այդ բլոկը, հա, ռազմարտունաբերության անկախ զարգանա։ Ամեն դեպքում որոշակի ուղղայած կարծես թե պետք է լինի։ Որոշակի ուղղայած անպայման պետք է լինի, բայց այն ուղղայածը, որ այսօր կա, դա ոչ թե խոսում է ավտոնոմիայի, այլ խոսում է մեծ կախվածության մասին։ Ես շատ օրինակներից մեկն եմ, խնդիրներից մեկն եմ դերևս բարձրացնում, որը կա։ Օրինակ վերջերս Մեծ Բրիտանիայի ռազմարտունաբերության համակարգը ռեֆորմների ամբողջ ռազմավարությունը հրապարակվեց, հնարավորինս ավտոնոմ են սարքում, չնայած պաշտպանության նախարարության կազմում, բայց այստեղ բյուջեի ձևավորումը, բյուջեի ընդունումը, գիտական հետազոտությունների պատվիրակումը, նոր նմուշների փորձարկումը, դրանք հնարավորինս ինքնիշխան են, այսպես ասես, դարձվել եւ մոտեցել են ամերիկյան դարպա համակարգին։ Մեզանում մենք որոշակի ռեսուրսների խնդիր ունենք, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի կամ առավել եւս Միացյալ Նահանգների, մեր եղած այսօրվա ռեսուրսներով, այսօրվա պաշտպանական եւ ռազմարտունաբերությանը հատկացվող գումարներով հնարավոր է այդպիսի անկախ մարմին որպես հարատևի, հատկապես եթե հաշվի առնենք, որ նոր միջոցների փորձարկության ժամանակ հսկայական միջոցներ են պետք, որովհետև այս մի նմուշը կարող է անհաջող լինի, բայց դրա վրա արդեն
մեծ գումար էր ծախսվել եւ անցնի այլ նմուշի մշակմանը։ Խնդիրը գնահատման համակարգն է, թե այդ նմուշները ինչպես են գնահատվում, ինչպիսի փորձագետների, ինչպիսի համակարգի միջոցով է գնահատվում։ Մենք պետք է գնահատման համակարգը ճիշտ դնենք։ Այսօր օրինակ գիտության ասպարեզում գիտական նմուշները գնահատվում են անկախ գիտնականների կողմից եւ բավականին արդյունավետ է, այսինքն մենք ունենք նման փորձառություն գիտությունների ակադեմիայի համակարգում, բավականին արդյունավետ աշխատող համակարգ է։ Նույնը կարելի է ներդնել ռազմաարդյունաբերությամբ եւ մեր եղած այն գումարը, որ չկրճատեն, որը որ ինձ հասած տեղեկություններով կրճատվել է, ապա գոնե այդ ասիմետրիկ արձագանքը ինքնորոշ ավտոնոմ բանի կողմից, ռազմաարդյունաբերության կողմից ավելի համարժեք կլինի, ավելի արդյունավետ միջոցներ կծախսվեն եւ ավելի քիչ կվատնվեն, դրա հետ մեծ փաթեթ է պետք ընդունել նորմատիվ իրավական, կապված այդ նույն ֆինանսավորման հետ, ֆոնդերի ստեղծման հետ, կանոնակարգերը, որոնք որ մինչև այսօր չկան, որոնք որ դերևս հունվարից հայտարարվել են, որ պետք է լինեն, բայց մինչ օրս չկան, չէ, որ նախարարը հայտարարեց ամենավերջի ժամկետը 2025 թվականի հունվարի 1-ն էր։ Բայց տեսեք, արդեն մենք 26 թվականին կանցնում, բայց չկա։ Դա ինչ է նշանակում, որ ռազմաարդյունաբերության կոմիտեի այդ կանոնակարգերը կախված են նախարարության ինչ-որ վարչություններից, կմաճույքից։ Օրինակ ես ձեզ օրինակ հասարակ պարզ օրինակ բերեմ, լիցենզիան չի տալիս ռազմաարդյունաբերության կոմիտեն, տալիս է Պարսագուն ԲՏԱ-նախարարությունը, եթե մենք վերցնենք նույն որոշումները կարդան։ Այսինքն հանձնաժողովը եւ ռազմաարդյունաբերությունից է եւ ներողություն մշակման ինչ որ միջոցի լիցենզիա, թե արտադրության լիցենզիա։ Արտադրության, օրինակ վերցնենք արտադրության լիցենզիան, վերցնենք տեսնենք, չգիտեմ, ռազմաարդյունաբերության որոշակի ինչ որ զենքի արտադրության կառավարության բաց որոշում է։ Մենք տեսնենք, որ դա ԲՏԱ-նախարարության լիազորությունն է։ Այսինքն ռազմաարդյունաբերությունը, երբ որ խոսում եմ ավտոնոմիայի մասին, նաեւ այսպիսի բաների մասին է պետք խոսել, այսինքն ավելի պետք է ուժեղացնել ռազմաարդյունաբերությունը, ավելի շատ վստահել ու ներսում էլ իհարկե բարեփոխումներ կատարելով։ Եղավ, պարոն Ներսյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանը։ Կհանդիպենք։